նաև հայտարարություն էր տարածել, որ անպայման վերադառնալու է եւ այս իշխանություններից չէ, որ փախչելու է։ Ձեր կարծիքով այս իրավիճակում ինչ կարող էր օրինակ Դավիթ Համբարձումյանը անել։ Այս ընթացքում Դավիթը ուներ հնարավորություն չվերադառնալու, բայց նա որոշեց վերադառնա, քանզի ինքը լիովին արդար է եւ վախենալու ոչինչ չունի։ Այսինքն այս ամենը համարում եք քաղաքական հետապնդում։ Այո, իհարկե։ Վճռի թիվը տևողությունը ավելի ճիշտ որ տեսնում եք, կարծում եմ պետք է հիմար լինի այն մարդը, որ կասկածի, որ սա քաղաքական հետապնդում չէ։ Քանի որ եթե վճիռը դատավորը տար օրինակ 6 տարի, Դավիթը չէր կալանավորվի։ Այդ 3 ամիսը հատուկ է արված, որպեսզի Դավիթին կալանավորվի։ Չնայած նրան, որ Դավիթը պետք է արդարացվեր, քանզի նա ոչինչում մեղավոր չէ, ոչինչ չի արել, որպեսզի արժանանա պատժի։ Եվ որևէ խախտում չի կատարել, չէ՞, այսինքն խափանման միջոցի անհրաժեշտություն փոփոխելու լինում է այն դեպքում, երբ որ ինչ-որ ռիսկ է առաջանում, այս դեպքում ոչ նախաքննության մասին է խոսքը, ոչ որևէ խոչընդոտման վերաբերյալ։ Չէ, բացարձակ որևէ խախտում չի արել, Դավիթի ճանապարհը բաց է եղել, նա գտնվել է Մոսկվայում, գործուղման, ինչպես նաև անձնական հանդիպումներ կային, այդ իսկ պատճառով գտնվել է Մոսկվայում, իմանալով վճռի մասին, հենց առաջին իսկ րոպեից ասել է, որ վերադառնալու է։ 1 րոպե անգամ չի կասկածել իր որոշման մեջ։ Իսկ պաշտպանության հետ ինֆորմացիա ունեք, վայրեջքը կատարել է, հասկանալի է, իսկ տեղյակ է ինչ որ process արդեն եղել է օդանավական, որովհետև հակասական տեղեկություններ կային դրսում, մեկն ասում էր, որ արդեն կարծեք տարել են, մեկն ասում է սպասում ենք այս մուտքով պիտի դուրս գա։ Ճիշտն ասած տեղյակ չեմ, որովհետև այս ընթացքում ձեզ հետ էի զրուցում, հիմա կճշտեմ։ Այս մասին ինչ կասեք։ Դարձել Մոսկվայի։ Չկարողացաք համոզել ձեր ամուսնուն, որ ամեն դեպքում վերանայի որոշումը, որովհետև 6 տարի դատվել նշանակում է 6 տարի հետաձգել իր քաղաքական պլանները։ Որտեղ ինքը քաղաքական պլաններ ուներ եւ դրա մասին հայտարարել էր եւ իրեն ընդունել էին որպես ընդդիմության միասնական թեկնածու։ Ու կարծես թե նախապատրաստական աշխատանքների մեջ էին, համենայն դեպս անընդհատ մենք հարցազրույցներից այդպիսի ընկալում ունեինք։ Ճիշտ է, ես այսօր ժամը 4-ին եմ վերադարձել, Դավիթի հետ միասին էի, որպես կին առաջին արձագանքս եղել է, որ չվերադառնա, սակայն ինքը միանգամից մերժել է ու ես ինքս հասկացել եմ, որ շատ սխալ առաջարկ եմ արել։ Արդեն կարելի դարձավ, որ ինքնաթիռից դուրս գալիս հենց կալանավորել են, այո, հա, այդ եմ ասում։ Դե ես ուրիշ որևիցե բան չի սպասում անկեղծ ասած այս իշխանություններից։ Շնորհակալություն։ Live News-ի հարգելի հետևորդներ, ինչպես եւ ենթադրվում